Բարի ուշ երեկո, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ես այսօր ամբողջ օրը եղել եմ ճամփորդության մեջ եւ բոլոր պարագաներում որոշեցի հոգնած եկել եմ, դեռ ճանապարհը շարունակվում է, բայց պետք է անպայման ձեզ հետ խոսակցություն ունենամ։ Ավասիկ Աստծոյն հաղորդաշար ուղիղ եթերում է, կխնդրեմ տարածել այսօրվա լայվը բոլոր հնարավոր միջոցներով, ձեր լայքերով եւ գրառումներով նյութը բարձրացնել եւ սկսում ենք ինչպես որ ձևավորվել է ավանդությունը աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, զգորդս դերած մերոց ուղիղարայ մեզ Տեր, եւ զգորդս դերած մերոց հաջողյա մեզ, Փարքոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Դուր ինձ իմաստություն, զբարիս խորհել եւ խոսել եւ գործել ռաչիկո ամենայն ժամ, իչար խորհրդոց իբանից եւ գործոց բրգյազից եւ ողորմիա կորարածոց եւ ինձ բազմամեղից ամեն։ Արդեն ասեցի, որ ժամը բավականին ուշ է Հայաստանում, սակայն անպայման պետք է այսօր էլ խոսենք, որովհետեւ շատ կարեւոր են զարգացումները մեր եկեղեցու շուրջ, որոնք ամեն վարքյան կարող են վերջանալ հանգուցալուծման, այսինքն այս խողովակով հանգեցնել այն իրավիճակի, որը որ մեզ համար արդիական է։ Մենք պիտի ազատագրենք եկեղեցին, մենք պետք է ազատագրենք մայրաթորը, վերադարձնենք եկեղեցին հայ ազգին, սա է մեր նպատակն ու առաքելությունը եւ այն եկեղեցուն նմանապես դնենք այդ եկեղեցուն իր հունի մեջ, բնականon, իր արմատներին, ավանդություններին, իր ուղղափառ վարդապետությանը, որպեսզի բոլոր հոգևոր սպասավորներից սկսած մինչև հավատացյալ հոտը ամեն մեկը իրենց տեղերում լինեն եւ պետք է արդեն նորմալ վիճակ ստեղծվի, ինչ որ նախկինում էր։ Երբևիցե չկար նախքան Կտրիչ Ներսիսյան, ամենայն դեպս ես տեսել եմ եւս երկու կաթողիկոսներ, եղել է Վազգեն առաջին կաթողիկոսը եւ եղել է Գարեգին առաջին կաթողիկոսները, որոնց ժամանակ ոչ մեկի մտքով չէր ծագի որևէ հարցեր բարձրացնել եւ ինչ որ մի բաներով, այսպես ասած, մեր գլուխը ցավար, մենք պիտի մտահոգ լինենք եւ այլն։ Նմանապես կարծում եմ կվկայեն բազմաթիվ հոգեվոր այրերը, որոնք այսօր անամոթաբար լռում են, բայց գիտեն, որ դրանք էլ հասկանում են, որ իրենց լռությունը դա համաձայնության նշան է, ինչ որտեղ համաձայնության նշան է այն արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների, որոնք քաչ գտնվեցին եւ արեցին այն գործը, որը որ մենք բոլորս ակնկալում էինք։ Ես ակնկալում եմ, որ եպիսկոպոսական դասի նույնիսկ 3 հոգին է ակնկալում, որ պիտի խոսեն։ Այսօր Փառք Աստծո 10 հոգի, գիտեք ինչ թիվ է դա։ Փորձում են ասել ուրիշ բաներ, համոզել, փաթաթել, հիմա մեջտեղ մի քանի բան են, գաղափար են նետել, հիմա մի քիչ հետո կանդրադառնանք այս գաղափարների, որոնց մասին այսօր կուզեմ մասնավորապես խոսել, բայց կարևոր այն է, որ ես սպասում էի այդ զարգացումներին, բայց ճիշտ ասած ինձ համար էլ անակնկալ էր եւ շատ հաճելի անակնկալ, որ 3 հոգուց ավել եղավ, 10 հոգի եղան, այս ազնիվ մարդիկ։ Եվ գիտեք ինչ, նորից գրառումներ են անում, նորից ինձ մեղադրում են, որ ես այսօր գրել եմ, երբ որ օթանավը 2 կտոր եղավ գնացի, ընդմիջում եղավ եւ գրեցի post, որտեղ ասեցի աջակցում եմ եւ իմ հարգանքը, իմ երախտագիտությունը հայտնում եմ նաև Արցախի թեմի բարեխնամ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին, որը նմանապես քաչ քայլ արեց, որովհետև ինքը նեղված վիճակի մեջ է եւ իրեն շրջապատողները դուք գիտեք ովքեր են, ինչ մարդիկ են իրեն շրջապատել եւ իր վրա ազդեցություն ունեն եւ իր հետ փաստորեն իր գործնեության բերումով նաև շահ կապված են, հա? Բայց այնուամենայնիվ ինքն էլ քաչ գտնվեց եւ այս բոլոր հարցերը իր համար էլ շատ արդիական են։ Փորձում են ուրիշ բան խոսել, փորձում են ասել, որ հարցը միայն, այսօր մի բան միտք լսեցի, ասում են հարցը միայն բանի հետ է կապված, արշակի հետ։ Ոչ, հարցը կապված չէ արշակի հետ, հարցը կապված է մայրաթոռում ստեղծված խայտառակ վիճակի հետ, որը 26 տարի է շարունակվում։ Այն օրվանից, երբ որ Կտրիչ Ներսիսյանը գահ բռնազավթվեց, իր կողմից արյունա, հեղությամբ, Պորնկությամբ փաստորեն եղավ դա, որտեվ Լուիս Սիմոն Մանուկյանի հետ պորնկանալով դրամները շահել է, այսպես ասած, հա, իրենից, կորզել է, կաշառել է,
պետական բարձրաստիճան պաշտոնյա Վազգեն Սարգսյանին հանգուցյալին եւ սպանության բեր պաստորեն բազմել է գային մարդիկ սպանվել են արյունալվիկ ա եղել ազգային ժողովի աննախադեպ է Հայաստանի մեջ այդ ողբերգությունը բայց ինքը հանգիստ եկել նստել է ուրախացել է այդ օրը որ սպանությունը եղավ եւ իր ընտրությունն էր պատկերացրեք որ մարդը ամոթ չունեցավ բանակցություններ փոխանակ գնար վարեր ազգային ժողովի ահաբեկիչների հետ նա գնաց իր 4-րդ սովխոզի տան գյուղը խնջույք է մեծ կազմակերպել մինչև արավոտը ուրախացել են գերել են հարբել են պարել են երգել են ամենքակ կերել են շատ ներողություն եւ դրանից հետո այս տականք ասում է ինքը ազգի մասին է մտածում ինքը հայրենիք է սիրում դուք հասկանում եք որքան պրոֆանացիա է սա իր ասելից իր շուրթերից հնչող այս սնանկ այս դադարք խոսքերը ինքը խուլիգան է հայրենատյաց է եւ հայ ազգի ամենամեծ ամենակարկառուն թշնամին է Կտրիչ Ներսիսյանը այդքան վնաս է տվել մենակ հայ եկեղեցուն չէ վնասել ազգին է վնասել հայոց պետականությանն է վնասել եւ ամեն հանցագործության մեջ գոյություն ունի կա որտեղ որ կա ոչիր Կտրիչ Ներսիսյանը մեջն է բայց հոգեվոր ասպարեզի մեջ բացարձակապես բացակայում իսպար բացակայում է գոյություն չունի իր համար հոգեվորը որևէ արժե համակարգի կրողը չէ որովհետեւ սրիկա է խաչագող է խաչագող սրիկան ոնց կարող է որևէ արժեքների հետ գործ ունենալ եւ սա իրականություն է եւ փաստ է որը դնում է մեր ժողովրդի դատին հիմա փորձեցին ինչեր խոսել լսեցիք չէ որ վերկացավ գնաց Շվեյցարիա եւ այնտեղից հետո Մարսել պետք է գնա եւ խնդիրը ինչն է խնդիրը այն է որ Շվեյցարիայում ունի բանկային հաշիվներ հիմա իր մտահոգությունը այդ փողը ոնց պիտի անի այն որ ասում են 40 ռուբլ 40 հա խարդախություն որ իր գրպանը դնի քանի որ գիտի որ պիտի անհայտանա այս աթոռից գիտի որ արդեն վերջը եկել է ինքը լավ է հասկանում որ արդեն ինքը վերջացած է բայց նետել են հրապարակ մի երկու հիմնարություն երկու գաղափար սկզբից փորձեցին ասել որ ազգային եկեղեցական ժողովի եղանակով պետք է այդ հարցը կննվի ինչը абսուրդ է որովհետև ինքը չի ընտրվել ազգային եկեղեցական ժողովի կողմից սկսենք դրանից որ ազգային եկեղեցական ժողովի падգամավորների ճնշող մեծամասնությունը եղել են անհավատ մարդիկ անփարոյականներ եղել են բարձր օղակներից նշանակովի Վազգեն Սարգսյանի հա այդ պետական պաշտոնյաներ են այն ժամանակվա հա խարդախներ կաշառակերներ խուլիգաններ կարճացած հավատքից Հիսուս Քրիստոսից այդքան հեռու են եղել ամեն ինչից հավատքից նույնիսկ մկրտված չեն եղել նույնիսկ չեն իմացել ինչ բան է հաղորդությունը մյուս կողմից կաշառք է մեջտեղը որը որ փաստորեն դեր է խաղացել որ Վազգեն Սարգսյանը ճնշում է բանացել եւ ստիպված ընտրել են իրեն իբր թե ընտրել են բայց նշանակել դա Վազգեն Սարգսյանը իրեն եւ դա պրոֆանացիա է ուրեմն ազգային եկեղեցական ժողովը ինքստինքյան պիտի վերանա մեջտեղից այս հարցը չկա չի կարող որևէ ազգային եկեղեցական ժողով այս բարագամ գումարվել ինչի համար եթե ընտրությունը կեղծված է ինչի համար եթե ինքը ֆեյք կաթողիկոս է ուխտադրուժ տականք է ոչ մենակ ուսակրոնության նաև աղքատության ուխտն է խախտել եւ գործել է բազմաթիվ ոչիր դեր ինչպես հոգեվոր դաշտում այդպես էլ աշխարհիկ կյանքում եւ սա ապացուցված է սա փաստված է ամեն ինչը կա բոլոր նյութերը կան քննչական կոմիտեում դատախազությունում ոստիկանությունում ամենտեղ մենք իրազեկել ենք վստահ եմ որ եւ ազգային անվտանգության ծառայությունն էլ շատ լավ նյութերի տիրապետում է եւ գիտի ինչ է իրանից նա ներկայացնում եւ ինչով են աշնչում այսինքն ամբողջ ազգը մերժել է նրան ատում է իրեն ժողովուրդ ատում է երբեք չի ընդունվել այսօր ատում է նախկինում չի ընդունվել չի սիրվել երբեք այսօր ատում է եւ բոլորը պահանջում են անխտիր այն ով որ կասի որ կան մարդիկ որոնք իրեն չեն պահանջում իրանք շահագրգիռ կողմն են փող են ստանում իրենից անձնական շահ ունեն եւ կեղծիք են անում տարածում որի պրտե նրանք իրա կողմն են նույնիսկ իրանք մենակ այդ շահի կողմն են փողի կողմն են իրա կողմը չեն ուրեմն սնանք կլոր 0 Կտրիչ Ներսիսյանը կլոր 0 է եւ բնականաբար ասեցինք ազգային եկեղեցական ժողովի գաղափարը մեջտեղից դուրս եկավ եւ մյուս գաղափարներ նետեցին եւ փորձեցին սա փաթաթել վզին եպիսկոպոսական ժողով
Հիմա սիրելի ժողովուրդ, ես ձեզ ինչ պիտի ասեմ։ Ուրեմն, եթե 10 եպիսկոպոս կանգնել է ոտքի, գիտեք 3 եպիսկոպոսը մինիմալ թիվը 3 է, մաքսիմալը 12, որոնք կարող են օծել ամենայն հայոց կաթողիկոս, սա ձեզ բարձ եմ բացատրում։ Ուրեմն մնացածը իրանք ինչ են մտածում, իրենց կարծիքը թող փաթաթեն իրենց վզին, բայց պատասխան պիտի տան։ Բոլոր այն եպիսկոպոսները այստեղից ես հուշում եմ, ովքեր որ լոլոներ են կարդում, լոլոներ։ Մեկը պատճառաբանություն է արել, պատճառաբռնել է, որի բրթե ինքը Կոստանդինապոլսո հայոց պատրիարքարանին է կիցիրյա բանը, կարգավիճակը, դրա համար անունը չեմ տա, թող լավ հասկանա ում մասին է խոսքը։ Դրա համար ինքը ձայն չի հանում։ Ինչի՞ չես հանում ձայն։ Դու չես հանում ձայն, ընկեր ջան։ Բայց մենք այդքան ձայն կհանենք քո ընտանեկան բոլոր հարցերից եւ քո խնդիրներից։ Ուզում ես հանենք ստեղից, այդքան հանենք։ Այս բոլորը ով որ ձայն չհանեց, ես կրկնում եմ, մինչև վաղը ձեզ ժամանակ եմ տալիս այս ժամը երեկոյան։ Ձայն չհանեցիք, մյուս օրը, դրա մյուս օրը, հա, ես պիտի վերադառնամ տուն։ Եվ շաբաթ օրը վաղ ունես մեր մոտ բանն է, հա, չորեք շաբթի է։ Չէ, ներողություն 5 շաբթի է, հա, վաղը, ուրբաթ։ Շաբաթ օրվանից սկսելու եմ խայտարակել։ Բոլորին մեջտեղ եմ հանելու, հա, իրենց կեղտոտ անկողինը։ Այն եպիսկոպոսական դասի ներկայացուցիչներն եմ այստեղից աղ տալիս, ովքեր որ բերանը ջուր են առել եւ ուզում են սադանայություն գործեն։ Ուզում են, այսպես ասած, բան անեն, սվաղեն։ Կամ ծանր թեթև անելով մտածեն, թե ոնց է հարցը վերջում բան անելու, որ ասի, հա, մենք էլ ենք կողմ դրան։ Դուք պատկերացեք մարդկանց անփարոյական ստոր, ուրեմն բանը, մտածելակերպը։ Հիմա վերադառնալով այն գրառումներին, որ արել են որոշ մարդիկ, դժգոհություն են հայտնել, ասել է, հա, Վրթանեսին բան ես անում, աջակցում ես դու նավասալ դնել կաջակցես։ Այո, աջակցում եմ, հայտարարում եմ այստեղից բաց էի բաց։ Նավասարդ arczepiskopos Քոչոյանին աջակցում եմ։ Աջակցում եմ այն պարզ պատճառով, որ այս մարդը քաջ ազնիվ գտնվեց եւ ջնջեց իր քայլով իր հանցանքները, որը նախկինում ունեցել է։ Որովհետեւ դրանով փրկվում է եկեղեցին, դրանով ազատագրվում է մայրաթորը։ Ինքը ազատագրեց Արարատյան հայրապետական թեմը։ Այո, ծանր է նախկինում իր ունեցած մեղքերը, բայց Կտրիչ Ներսիսյանից, մանկապիղծ եղբոր բուրջոյից կամ Եզրաս Հաբուրջոն եւ այդ պլանկա շմարավոզ արշակից ծանր չեն։ Մեղքներ կա, կան ներելի մեղքեր, կան աններելի մեղքեր։ Սուրբ Հոգու հայհոյանքը, ինչպես որ գործել է Կտրիչն ու Եզրասը եւ արշակը, նրանք աններելի են։ Նրանք Սուրբ Հոգուն են հայհոյել։ Նրանց Աստված չի ներելու։ Իսկ այս մարդիկ գործել են ծանր մեղքեր, այո, նախկինում գործել են, բայց այս արարքով իրենց այդ մեղքերը, իրենց չարությունները ջնջվել են։ Ինչ եք ուզում ինձնից։ Ես ասում եմ իրականությունը, ես քրիստոնյա մարդ եմ, ես քահանա եմ, ես ներել եմ։ Այո, ես սրտե ներել եմ Նավասարդ arczepiskopos Քոչոյանին, ինձ համար ինքը մաքուր մարդ է։ Վերջացավ։ Եվ այդ 9 հոգին էլ հետը ես շատ եմ խոսել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին։ Ի սրտե ներել եմ, ինձ համար Գևորգ Սրբազանը ազնիվ մարդ է։ Վերջ։ Քանի որ այդ քայլը արել է այս մարդը։ Խնդրեմ, մերկացրեց Կուկուշկայի աթոռը։ Այն ինչ որ ես այդքան ժամանակ ասում եմ, որ ֆեյքերի բանակ է գործում, որ այդ գրառումները, որ անում են, տարբեր կեղտոտություններ, բարձավանքներ, չգիտեմ, ամեն ձևի հայհոյանքներ, ես էլ եմ ստանում։ Գիտեք, մեսենջերով մեկ-մեկ ինչ ուշունչներ է գալիս, ինչքան հայհոյանքներ են գալիս։ Հետո նեղվում են, երբ որ ես մի բան եմ, իրենց ավել եմ պատասխանում։ Ես հայհոյանք չեմ տալիս անշուշտ։ Մնում եմ քաղաքակիրթ, բայց ես իրենց պատասխանում եմ։ Համարժեք, որպեսզի նրանք հասկանան իրենց տեղը որտեղ է։ Իսկ ինչի են այդպիսի բաներ անում, որովհետև Կտրիչ Ներսիսյանը հազարականներ է տվել։ Կեղտոտել իմ էջը եւ շատ ուրիշների էջերը, թիրախավորել։ Ինչ ասես չեն խոսում։ Այն անձնիվ մարդկանց, օրինակ Նատալի Ալեքսանյան կա, որ ազնիվ խոսում է, հա? Այս հարցով պայքարում է Նատալի Ալեքսանյանը։ Ինչ ասես իրեն գրում են, ինչ են գրում։ Այս աղջկանից ինչ եք ուզում։ Այս հարցի մեջ, այս գործի մեջ ինքը շատ մեծ առաքելություն ունի։ Անում է իր գործը ազնիվ ձևով։ Ինչ եք իրեն թիրախավորել, կեղտոտություն գրում։ Աստծո առաջ եք պատասխան տալու։ Հիմա այդ եպիսկոպոսներից են կպել։ Այո, ես ասում եմ, դրանց մեջից մարդկանց ճանաչում եմ, ես երբեք Նավասարդ Սրբազանի հետ անձամբ չեմ առնչվել։ Ես իրեն միշտ ճանաչել եմ, որտեղ ինքը Գարեգին առաջին երջանկայիշատակ կաթողիկոս օրոք է ձեռնադրվել։ Ինքը բավական գրագետ մարդ է, լավ
պատրաստված հոգևորական է, ես դա կարող եմ ասել, եւ այսօր իր քայլով արդեն ինքը դառնում է նորմալ հոգևորական, ինչ խնդիր կա, կամ թիրախավորում են ուրիշ հոգևորականների։ Ես ծառայել եմ Արաքել arczepiskopos Քայրամյանի հետ, այո, վկայում եմ, որ այս մարդ ազնվագույն մարդն է, մենք միշտ եղել ենք, շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, միշտ եղել ենք կապի մեջ, հարատև այս ժամանակը եկել է բացելու քարտերը։ Ես հիմա ձեզ բացեիբաց ասում եմ, այո, Սրբազանի հետ ես երբեք իմ կապը չեմ խզել, միշտ եղել եմ իր հետ կապի մեջ, եւ ոչ մենակ իր հետ, եւ այլ սրբազանների հետ եղել եմ կապի մեջ։ Ես շատ լավ գնահատում եմ, շատ բարձր եմ գնահատում Աբրահամ, arczepiskopos Մկրտչյանին։ Ես շատ ավելի, առավել եւս, որտեղ շատ ավելի մտերիմ ունեմ հարաբերություն Վազգեն arczepiskopos Միրզախանյանին։ Ես համակրում եմ Արշակ եպիսկոպոսին, որտեղ նա Գարեգին առաջին Սարգսյանի իմ սիրելի կաթողիկոսի գավազանակիրն էր եւ շատ պատկառելի, շատ լավ անձնավորություն է։ Ես նույնը կարող եմ ասել Անուշավան Սրբազանի մասին, որտեղ Անուշավան Սրբազանը ձեռնադրվեց Կուսակրոն քաղաքը արդեն այն ժամանակ, երբ որ ես 40-ից դուրս էի գալիս, այսինքն ինձնից հետո։ Մենք մի սերունդի հոգևորականներ ենք։ Անուշավանը եւ ես։ Եվ ես իրեն էլ կարող եմ իր մասին կարող եմ ասել, որ շատ կիրթ, շատ պատրաստված, շատ լավ հոգևորական է։ Ինչ անենք նախկինում կրկնում եմ, սխալներ են արել այս մարդիկ, այո, արել են։ Հիմա ով չի արել սխալ։ Ով է առանց մեղքի։ Հիշում եք այն կնոջը, որ բերեցին եւ կանգնացին Հիսուսի մոտ, ասեցին վերցեք քարերով սպանեք իրեն։ Մեղքերի մեջ է, բորնկություն է արել, է արել, է արել։ Քրիստոս ասեց ձեզանից առաջինը, ով որ մեղք չունի, թող քարը նետի այդ կնոջ վրա։ Բայց քանի որ Աստված ավախություն կար այս մարդկանց մեջ, նրանք հեռացան, ոչ մեկը չհամարձակվեց քար նետել։ Հիմա ես ինչի եմ այդ օրինակը բերում, ձեզ բացատրելու համար։ Այո, նախկինում անցավոր են եղել, բայց այսօր ազնիվ քայլ են անում։ Ինչ անենք։ Մարդկային են, մեղքերը թող Աստծո ողորմության արժանանան, ներվեն իրենց եւ այսպես ասած նոր էջից սկսեն իրենց հոգեվոր առաքելությունը Հայաստանյան Սարաքելական Սուրբ Եկեղեցու։ Նույնը Գևորգ Սրբազանի մասին կարող եմ ասել։ Բանին չեմ ճանաչում, այսինքն այդպես տեսել եմ, բայց որ խոսամ հետը կամ չգիտեմ, ճանաչեմ անձամբ Սիոն Սրբազանին չգիտեմ։ Բայց վստահ եմ, որ քայլը արել է, ուրեմն ազնիվ մարդ է, վերջ։ Կարող եմ ասել բացասական իր մասին, ոչ, եթե ազնիվ է, ասում եմ ազնիվ է, եթե անազնիվ է, ասում եմ անազնիվ է։ Ես շատ զարմացած եմ, որ ասում եմ Եզնիկ Պետրոսյանը, որը որ բավական լավ հոգևորական է, որ չի միանում։ Այս իրեն համար ինքը խնդրեմ է սարքելու։ Ես այստեղից ասում եմ, որովհետև չի կարելի։ Ինքը պատրաստված հոգևորական է եւ հիմա այսպես խաղեր տալ, մուկն ու կատու խաղալու ժամանակը չէ։ Առավել եւս պիտի հասեմ Հովնան arczepiskopos Տերտերյանի մասին, որը բավական ճանաչված հոգևորական է միջազգային գետնի վրա։ Նմանապես ես գիտեմ նա վաղուց ձեռնադրվել է, իր հետ ոչ մի երբևիցե բան չեմ ունեցել, հանձնական շփում եւ այլն, երբեք չեմ ունեցել իր հետ, հարկ չի եղել ոչ մի, որովհետեւ ես երբ որ տեսել եմ ինքը Կանադայի առաջնորդ էր, հետո Ամերիկայի առաջնորդ է հիմա։ Բայց մի բան պիտի ասեմ, որ այս քայլը որ արել է, նախկինում եթե մենք ունենք հարցեր իրեն ուղված, Հովնան arczepiskopos Տերտերյանին հետ մենք ունեցել ենք հարցեր։ Այսօր այդ հարցերը ինքնստինքյան վերջացել են մեր մոտ։ Չկան այլևս այդ հարցերը։ Չկան։ Չի կարող լինել հարց մի մարդու հետ, որը քայլ է անում։ Եթե քայլ չաներ, հարցը պիտի լիներ մնար։ Միթե այդքան դժվար է հասկանալ դա, սիրելի ժողովուրդ։ Ես այն մարդկանց համար եմ ասում, ովքեր որ նորից նույն հիմար հարցեր են ինձ տալիս, մեսենջերի մեջ են գրում կամ կոմենտների մեջ եւ չեն հասկանում։ Պարս տրամաբանությունը քրիստոնեականից բխած պարս տրամաբանությունը։ Սա գիտեք ինչին է նման, ասում եմ ջահել տղաները, ես էլ եմ այդպես եղել, բայց 16 տարեկան հասակում։ Հիմա թորնիկս է 15 տարեկան, այս տարի դարձել։ Արդեն պապիկ եմ։ Չեմ խոսում այսպիսի ապուշություններ, չեմ կարող ասել։ Եվ երբ որ նայում եմ այս մարդիկ, տեսնում եմ, որ
բան չեն էլի, ինձնից երիտասարդ են, բայց այդ տարիքը չի արդեն էլի 15, 16, 17 լավ տարեկան չեն, որ այդպես մաքսիմալիստական այդ մոտեցումներով մոտենան։ Ոնց կարելի է։ Սա աբերախտություն է նույնիսկ։ Չես կարող երբևիցե թիրախավորես մեկ անձնավորությանը, որը որ բարիք է արել։ Չես կարող։ Դա անազնիվ քայլ կլինի։ Դա դավաճանություն կլինի։ Երբեք չպիտի ներենք այն բորնիկ չքաղանաների, որոնք այսօր հաչում են։ Մեկը գրել էր, որ որտեղ վեհապարի ոտնը մեր գլուխն է։ Դե տեսեք, մակարդակը։ Այդ իրա բանակներն են, այդ ֆեյքերն են իրա, այդ իրա ստրուկներն են, այդ կտրիչ Ներսիսյանի սատանեկն են, փոքր, դևերն են փուճուր իրա, խաղալիքները, որոնց քաղանայի շորերը հագցնել խուլիգաններին։ Ու ասելա դուք իմ զինվորներն եք։ Իրանք ծառայում են իրեն, ոչ թե ծառայում են մեր եկեղեցուն, ոչ թե ծառայում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Այդ խաղալիքները այսօր բան են անում։ Անվերապահ, ասում եմ մենք իրեն Ղազագիր են ստորագրում, ինչ են անում, բան ենք անում, ծառայում ենք, հնազանդ եք, ապուշներ, դուք ինչ եք խոսում։ Սա բանակ չէ, եկեղեցին է, Քրիստոսին պիտի հնազանդ լինեք, Քրիստոսի եւ աստվածային պատվիրաններին հնազանդ պետք է լինեք։ Աստծուց պիտի երկյուղենանաք եւ Աստծուն պիտի միայն լսեք ու ծառայեք։ Իսկ մարդը ցանկացած մարդը սխալական է, մի մարդ չկա որ անսխալ է։ Տեսեք, չեն պատկերացնում, գիտելիք չկա, դատակություն են։ Այստեղից է դա, այդ հիվանդությունը այստեղից է։ Ինքը պատրաստել է իր համար ստրուկներ, բայց հոգևորականը ստրուկ չէ։ Մենք զինվոր ենք, բայց ոչ թե Կտրիչ Ներսիսյանի, այլ Հիսուս Քրիստոսի, որտեղ մեղքը մեր թշնամին է եւ չարը սատանան է մեր թշնամին։ Ուրեմն մենք պատերազմ ենք մղում մեղքի նախ եւ առաջ եւ սատանային հաղթահարելու համար եւ սատանային դեմ։ Այս սա է մեր զինվորությունը, դրա մեջ է կայանում։ Այլ ոչ թե այն բանի մեջ, որ մենք զինվորականների պես պիտի վերադասին բան անենք։ Ոչ, վերադասին պետք է հարգես, սուբորդինացիա պիտի լինի, այո։ Բայց եթե խելար բաներ է ասում, եթե վերադասը սատանայի ճուտ է, եթե վերադասը կապ չունի Հիսուս Քրիստոսի հետ, ինչ գործ ունենք մենք այդ ձևի վերադասի հետ։ Այդ վերադասը մերժված է հայ ժողովրդի կողմից, ազգային է եկեղեցին, եթե ազգը մերժել է, ուրեմն այդ տականքը այնտեղ անելիք չունի վեհարանում, չունի։ Ուրեմն Աստուծո ողորմությամբ մինչև այդ շաբաթ վերջ պիտի ավելը պատրաստենք, ավլենք եւ ճանապարհ դնենք սատանա Կտրիչ Ներսիսյանին, իր պլանկաշ այդ շմարավոզ արշակին։ Եվ իհարկե կաթողիկոսական տեղապահը ով էլ ընտրվի, ես համոզված եմ, որ այս 10 հոգիներից մեկը պիտի լինի կաթողիկոսական տեղապահ, բնականաբար այս 10 հոգիներից պետք է լինի բարձրաստիճան հոգևորականներից, որը եւ պետք է նախաձեռնի եկեղեցու բարեկարգումը։ Եվ ով է լինի, ես ինչ եմ ուզում ասել, որ պետք է մաքրում գնա եւ այն հոգևոր կապիկները, որոնք քրեականի դեր են խաղացել, ոչ թե եղել են հոգևորական, այլ դերասանություն են արել եկեղեցում, նրանք պիտի իհարկե կարգապահական նոր ժողովի ատյանի առաջ կանգնեն եւ պետք է դուրս շպրտվեն։ Կարաչարկենք վանք գնալ, ճկնել, աղոտ կանել, ծոմ պահել, մեղագալ, չեք ուզի, ուրեմն ձեր մեշոկը կկապեք ու յալլա աշխարհ, գնացեք պտտվեք, ինչ ուզում եք արեք այնտեղ, բոզություն արեք, մարդասպանություն արեք, մարդ կերեք, ինչ ուզում եք արեք, կկանգնեք դատարանի առաջ ձեր արածների համար։ Իբրև քաղաքացիները արդեն դուք պատասխանատվություն կստանձնեք ձեր ապրած կյանքի համար այդ վանքի պատերից այն կողմ արդեն։ Այս սա է լինելու, ուրիշ ոչ մի ձև չկա, այսինքն պետք է մաքրել եկեղեցին սահակներից։ Հիմա տեսեք, Մարկոս կա մի հատ, Ուկրաինայի հայոց թեմի դավաճան տականքը, ես պիտի այսօր դրա մասին խոսեմ, մասնավոր պիտի խոսեմ, որտև լսեցի, որ իրա ճտերը, սուտ քաղանաները, որը այնտեղ հավաքել է քրիստների պես, առնետներին հավաքել է, անվերապահ հնազանդ է, գիտեք ինչի, որտև Եզրասի Գարեգինի մանկապիղծ եղբոր կողակիցն է։ Այստեղից հայտարարում եմ, Մարկոս չեպիսկոպոսը կողակիցն է, հոմոսեքսուալիստ է, պարկում է Եզրասի հետ եւ ամեն ձևի այլանդակությամբ զբաղվում է։ Մարկոս, դու կեղտ ես, դու դուրս ես գնալու այս եկեղեցուց, այստեղից ուշադիր լսի եւ ականջիդ օղ արա։ Դուրս ես շպրտվելու այս եկեղեցուց։
Դու եպիսկոպոսի կոչում չունես։ Դու պոռնիկի կոչում ունես։ Դակված է այդ գեյ ճակատի վրա։ Այդպիսի մարդկանց մենք այլևս ոչ մի ներում բեկում չկա դրանց։ Որտեվ տես, արի ու տես, որ այս կողակիցը Եզրասի գնացել է բան է անում, դրա դամն է պահում։ Պատկերացնում եք Եզրասը, երբ որ Գարեգինը գնացել էր Հնդկաստան, Եզրասը գիշերով եկել էր տեսնալու աղբորը։ Ոչ ոք չի գիտի, բայց ես հայտարարում եմ, հանդիպել են, թե ինչ դավադրություն են մտածել այնտեղ, ինչ են մտածել, ինչ կեղտոտություն, դա արդեն Աստված գիտի։ Այդ Եզրասի մոտ այդ քահանաները լկտի, ովքեր որ էլի կանգնել են ընդեղ, բան են անում։ Խելքի հաշեցեք, դուք թափվելիք կդառնաք, աղբամանի ապրանք կդառնաք, եթե այսօր վազն չգաք։ Դուք ձեր կաշին պիտի ազատեք, դուք ձեզ պիտի փրկեք, դուք կարծում եք լավություն եք անում եկեղեցուն։ Եթե դուք այսօր նույնիսկ այդ բանը անեք, գոնե ձեր կաշին կազատեք։ Բայց եթե չանեք, ամեն մեկին պիտի անդրադառնանք։ Ամեն մեկին մի հոգի չի մնալու, որին չպիտի անդրադառնանք։ Ոչ մենակ խայտարակ անելով, ես նկատի ունեմ ացիան կկազմվի, օրինական ացիան կկազմվի եկեղեցում, իրապես կարգապահական, ոչ թե խուժաններից բաղկացած, հա, մոլագար սերականը էս Նանարը, Նատաշան, ինչ ասեմ, Նաթան, ով ասեմ, մեկ էլ այդ շմարավոս պլանկաշ Սամվել Արշակը, հա, որ դրանք են այսօր։ Չէ, նորմալ ատյան կրնի, այն ժամանակ բոլորդ կգաք, կասենք ձեր տնտեսության հաշիվը ներկայացրեք, ինչ է կարել, ծառայել եք ես եկեղեցում, և կդնենք ձեր առաջ ամեն ինչ, ձեր կյանքը կդնենք, ինչով եք շնչել դուք, ուրեմն ընտրությունը ձերն է ընտրությունը, մինչև վաղ այս ժամը դուք պարտավոր եք հրաժարական տալ Կտրիչ Ներսիսյանից։ Այսինքն ձեր այդ խուլիգան առաջնորդներին հայտարարեք, որ մենք հրաժարվում ենք, այլևս հրաժարական ենք, մենք չենք ուզում Կտրիչ Ներսիսյանի ջրաղացին ջուր լցնենք։ Եզրասին պիտի ասեն ռուսական այն բառը, որ կա ասում, նա 3 բուկվի պասլած։ Եզրասին դա պիտի ասեն քահանաները։ Ուկրաինայի քահանաներն էլ պետք է նույնը ասեն Մարկոսին։ Եթե նրանք իրենց կաշին են ուզում ազատել, եթե չեն ուզում կաշին ազատել, կգաք, կներկայանաք կարգապահական։ Եվ կարգապահականը ձեր ճակատագիրը կորոշի։ Իրանք պիտի որոշեն, սիրելի ժողովուրդ, իրենցն է բանը։ Եվ նույնը վանքի մեջ, էլի լսել եմ այդ Ռուբեն Ուխտադրուժը, այդ չվարդապետ, այդ խուժան է, որ կնգանկարներ դրեցինք, ամեն ինչն էլ նկարագրեցինք, երեխեք ունես, բան ամոթ չես քաշում դու, ինչ վարդապետ ես դու ով ես։ Փոխանակ լեզուն քաշեր իրեն, ներողություն խնդրեր, բան ինքը ինչ է անում։ Ինքը պիտի այսօր լացուկոցի մեջ լիներ, Աստծուն պիտի աղոթեր։ Ինքը Կտրիչ Ներսիսյանի դամն է պահում, Կտրիչ Ներսիսյանի սուպորտ է անում։ Այսքան սիրելի ժողովուրդ, ուրեմն ոչիրը, կայացնողը, անձնապես ամեն մեկը իր ճակատագիրը, ոնց որ ասած, իր ձեռքերում է, պետք է որոշի տվյալը։ Քահանա կլինի, տևանքի մեջ միաբանները կլինեն, սարգավակ կլինի, աբեղակ կլինի, վարդապետ կլինի, եպիսկոպոս կլինի, պիտի որոշեն, իրենք պիտի որոշեն։ Նրանք եկեղեցու կողմն են, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին են ուզում ծառայել, թե նրանք Կտրիչ Ներսիսյանի ստրուկներն են, Արշակի տակ պարկողներն են, չգիտեմ, Եզրասի կողակիցներն են։ Թող որոշեն ով են նրանք։ Սատանեք են իրենք, թե ուզում են կղերական դառնան։ Իրենց կյանքը սկսեն նոր էջից, հա, թերթեն են, կեղտոտ ամոթալի էջերը, սև էջերը իրենց կյանքի թերթեն։ Թող որոշեն։ Իրանք պիտի որոշեն, սիրելի ժողովուրդ։ Ես 3 հանդիպում եմ ունեցել եւ 3 չի առաջ օրը Ֆրանսիայում 2 կարևոր անձերի հետ, որոնք մեկը եկեղեցական վարչության ատենապետն է, մյուսը եկեղեցական վարչության մեջ անդամ է։ Եվ որոշ քննարկումներ ենք ունեցել, պիտի ասեմ, որ վարչության անդամը, այս անձնավորությունը, ես այսօր չեմ ուզենա իրենց անունները ներկայացնեմ, ինձ բավական շատ լավ բաներ ասես, մենք իրար շատ լավ հասկացանք, այսինքն
գաղափարները կիսեցինք իրար հետ։ Իհարկե, սփյուռքահայերի մեջ այն մարդկանց, ովքեր որ արդեն շատ երկար են ապրում, ջարդից հետո եկածներ իրենց արդեն զավակները կարելի ասել ֆրանսիացի են դարձել եւ այլն, մի քիչ ուրիշ են մտածելակերպը, մի քիչ այլ է, բայց բոլոր պարագաներում բոլորն էլ հասկանում են հարցի կարևորությունը։ Ես համոզված եմ, որ Սփյուռքում միայն դաշնակցական կուսակցությունը այսօր դեռ որ բան է անում, ազդում է, որ Կծիշ Ներսիսյանին սուպորտ անեն։ Այդ դաշնակցական կուսակցության խաղերն են միայն, որովհետև եթե դաշնակցական կուսակցությունը չլինի, ես կարծում եմ ոչ մեկ պետք չէ որ սուպորտ անի, ով անում է անկեղծ չի, ասում եմ կուսակցական շահն է այստեղ։ Եվ դրանից հետևություն պարզ։ Եկեղեցին պետք է լինի ոչ մենակ ցանկացած կուսակցությունից, նաև քաղաքականությունից վեհ, բարձր։ Ոչ մի անգամ չպիտի խառնվի կուսակցական խաղերի մեջ, քաղաքական գործընթացների մեջ, չի կարող ուղղակի լինել։ Դա բացառվում է։ Հիսուս Քրիստոսը մեզ տվել է պատվիրան, ամենամեծ պատվիրանը համբարձման ժամանակ, երբ որ Տերը պատգամ է տվել, որը մինչև իր գալուստը պիտի կատարածի ամեն մի հոգևորական, ով որ դառնում է հոգևորական, այդ դրա համար է դառնում։ Գնացեք այսուհետև աշակերտեցեք զամենայն հեթանոսս, մկրտեցեք նոսա հանուն հոր եւ որդու եւ ոգին սրբը, ուսուցեք նոցա, պահել զամենայն ինչ որ պատվիրեցի ձեզ, եւ ահավասիկ ես ձեզ եմ մինչև աշխարհի վաղճանը։ Այսինքն ամեն մեկը, ով որ դառնում է հոգևորական, հենց դրա համար է դառնում։ Ամփոփված է այս նախադասության մեջ ամբողջ կյանքը կամ նկարագիրը կամ առաքելությունը հոգևորականի։ Քրիստոս չասեց գնացեք քաղաքական հարթակների մեջ ելույթներ ունեցեք, գնացեք ինչ որ հարցեր բարձրացրեք, կամ այս կամ այն կուսակցությանը հարեք, չգիտեմ ինչ արեք, ոնց որ Սերժին, Ռոբիկին, չգիտեմ, ում ասես գնացել էս մարդիկ բան են արել, շեփոր են հարել, ում ասես խնկարկել են, ում ասես գնացել են տաշիր սամո են բերել, կուսակցություն են հիմնադրել, միջև այդ բղծազան սրբազան շարժումը, որը ահաբեկչությամբ ծրագրով բան տպարկեցին մարդիկ, եւ այլն, այսպիսի բաներով են զբաղվել։ Բայց գնացեք, աշակերտեցեք բոլոր հեթանոսներին, հիմա հեթանոսները գիտեք ինչքան են։ Անհավատը արդեն հեթանոս է, կամ մարդը, որը մոլորված է, աղանդավորական է դարձել։ Այսինքն այդքան գործ կանելու, որ եթե նրանք իրենց առաքելության մեջ լինեն, իրենց քիթը ժամանակ չունեն սրբելու եւ ընդհանրապես գլուխը բարձի վրա դնելու հանգստանալու։ Այդքան են գործերը։ Սրանք այս բոլորը թողել են մի կողմ, գցել են, գնացել եսի ինչի հետևից են ընկել այդ ապուշները։ Այս սրանից պիտի ազատվի եկեղեցին։ Այս սրանից չպիտի քաղաքականացված լինի, երբևիցե այդ բոլոր հարցերը պիտի նետվեն եկեղեցուց։ Նա դրա հետ գործ չունի, երբեք չպիտի ունենա։ Նամանավանդ 21-րդ դարում բարոյականություն քարոզի։ Դա է պարտական անել։ Որովհետև արժե համակարգը հենց կերտողը հոգևորականն է, որը որ պետք է իհարկե հյուսվի քրիստոնեական սկզբունքներից, այս հասարակության մեջ գործող արժե համակարգը։ Այսինքն հոգևորականի գործն է։ Դաստիարակել մանուկներին, քրիստոնեական դաստիարակության մասին է խոսքը։ Երիտասարդներին։ Այսինքն այդքան բան կա, կատեխիզացիա, Աստծուց խոսելու, մարդկանց հետ շփման մեջ մտնելու եւ սրբազան արարողություններ կատարելու, տոները նշելու, որպեսզի ժողովուրդը կամաց վարժվի սովորի եկեղեցական ծիսակատարություններին։ Եվ այս ամենը թողած, այս ամենը ոնց որ ասած անտեսված էր 26 տարի, նրանք ընկել են այլ բաների հետևից։ Այսքանը սիրելիներ, խնդրում եմ շատ տարածեք։ Ձեր գրառումները, ձեր լայքերը կսպասեմ, կհանդիպենք նորից խաղ գիշեր բոլորին։ Լավ բաներ են սպասվում, ես կարծում եմ, որ մինչև այս շաբաթվա վերջ մենք պետք է ձեզ հետ հաղթանակը տոնենք, շնորհավորենք եւ պիտի Տիրոջը